Երկրի վրա քայլող քաջարյուծները և երկնքում սավառնող հերոսարծիվները։ Հեղինակ՝ Մատինա Մարինե Մանուկյան։ Սուրեն Գրիշայի Մելքումյան, ապրիլյան պատերազմի անմահ հերոս, ծնվել է 1979 թվականի հոկտեմբերի 10-ին Արցախի Հադրութի շրջանի Տումի գյուղում։ Եղել է համեստ, խելոք, շատ սուսպ, բայց և աչքաբաց երեխա, այնպիսի համեստությամբ էր օժտված, որ դժվար է անգամ մի չարաճճիություն հիշել, քանզի շատ հավասարակշռված էր։ 3 եղբայր մի քույր էին։ Հայրն արցախյան ազատամարտի մասնակից է եղել։ Տանկով ականի վրա պայթել էր, բայց ողջ էր մնացել։ Ոտքին էլ Էլիզարովի սարք էր կրում։ Մեր հերոսը գնացել է մանկապարտեզ և հաճախել գյուղի դպրոցը։ Միշտ բարձր գնահատականներ է ստացել և արժանացել գովեստի ուսուցիչների կողմից։ Նրանց կողմից նաև շատ սիրված էր։ Ասում են, ոչ մի մանկական չարաճճիություն չի արել, հատկապես որ մեծացել է Արցախյան պատերազմի տարիներին ու շատ անգամ ռմբակոծություններից պատասպարվելու համար ստիպված նկուղներում են քնել։ Շատ համախմբված դասարան են եղել։ 4-րդ դասարանում մի անգամ, երբ նա ու եղբայրը գյուղամեջ են դուրս եկել, այդ պահին մի մեքենա է դուրս եկել դիմացից, իսկ ճանապարհն էլ շատ նեղ է եղել։ Սուրենը, զգալով վտանգը, այլ ելք չունենալով, եղբորը գրկել է պատին է սեղմել ու իր մարմնով ծածկել է նրան, վախենալով, թե մեքենան կխփի իրենց։ Բայց ոչինչ չի պատահել։ Ու միշտ էր այդպես անում։ Դպրոցն ավարտել է 1997 թվականին և նույն թվականին ընդունվել Վազգեն Սարգսյան ռազմական ինստիտուտ, կապի բաժին։ Սակայն հետո, զգալով, որ այս բաժինն իր համար առավել քան հանգիստ է, տեղափոխվել է հետևակային բաժին։ Ավարտել է 2001 թվականին։ Ավարտելով լեյտենանտի կոչումով և կաբավորի մասնագիտությամբ, հուլիսի 25-ից ծառայության է անցել Մարտակերտի Հոռաթաղ գյուղի զորամասում։ Նույն թվականին էլ ամուսնացել է համադասարանցու գեղեցկուհի Արևիկի հետ, ում հետ ընկերություն է արել մանկապարտեզի նստարանից, ապա 10 տարի միասին են սովորել նույն դասարանում։ Իրենց համատեղ ամուսնական կյանքում ունեցել են 4 տղա։ Հերոսի 4 հետնորդները, որ մեծանում են իրենց հերոս հոր հայրենասիրական ոգով ու թողած պատգամով՝ լինել քաջ, անվարան ու հայրենիքի նվիրյալ։ Նա իր հավերժանալով որդիներին դա պատգամեց։ 2003 թվականին ստացել է ավագ լեյտենանտի կոչում և նույն թվականին էլ ընտանիքով տեղափոխվել են Հադրութ։ Ասում են, շատ բաց սիրտ էր, անգամ իր շորերն էր նվիրում ընկերներին։ Հերոս Մելքումյանն աշխատել է տարբեր զորամասերում և որտեղ էլ աշխատել է, աչքի էր ընկել իր բարձր կարգապահությամբ ու մարտունակությամբ։ 2004 թվականի փետրվարի 1-ին նշանակվել է կապի դասակի հրամանատար։ Նրան բնութագրում էին որպես գերազնիվ զինվորական, շատ հաճախ առիթի դեպքում, երբ դիվերսիա էր լինում, իր գրասենյակային գործը թողնելով վազում էր առաջնագիծ, գնահատել գիտեր տվյալ պահը, որն իրեն բնորոշ էր որպես ազատամարտիկի որդու, ապա և զինվորականի։ Նա սիրում էր բանակն ու իր գործը պատրաստ էր ամեն ակնթարթ, բարձրանալ դիրքեր և լինել սահմանին։ 2006 թվականի օգոստոսի 18-ին ստացել է կապիտանի կոչում և նշանակվել կապի վաշտի հրամանատար։ 2010 թվականին ստանձնել է դիվիզիոնի կապի պետի պաշտոնը։ 2013 թվականին 4-րդ պաշտպանական շրջանում՝ Դաշկեսանում եղել է նավի, այսինքն նյութապահովման վաշտի հրամանատար։ 2014 թվականի դեկտեմբերի 18-ին նշանակվել է 9-րդ պաշտպանական շրջանի վառելիքաքսուկային ծառայության պետ։ 2015 թվականի հունվարի 26-ին ստացել է մայորի կոչում։ Ապրիլյան պատերազմի ժամանակ, իմանալով հակառակորդի լայնամասշտաբ հարձակման մասին և զգալով, որ զինվորներին օգնություն է պետք,
Չէր կարող հանգիստ մնալ զորամասում, թեպետ կարող էր չգնալ, քանզի նա գրասենյակային աշխատող էր, բայց դա նրա էությունը չէր, որ դժվարին պահին իր զինվորներին մենակ թողներ, և նա իր 4 ընկերների՝ փոխգնդապետներ Ալեքսան Առաքելյանի, Ռոման Պողոսյանի, Օնիկ Գրիգորյանի և ավագ լեյտենանտ Մաքսիմ Գրիգորյանի հետ առանց տատանվելու նետվել է Ջեբրայիլի առաջնագիծ, որտեղ ծանր մարտ էր մղվում։ Մարտնչել են 5 հոգով, իրենց զինվորների հետ, հասարակ զինվորի նման մարտ են մղել 2 ժամից շատ, զգալի կորուստ են հասցրել հակառակորդին, սակայն ամսի 2-ին 5 անբաժան ընկերներով էլ հավերժացել են հանուն հայրենի հողի։ Փառք մեր հերոսի և իր ընկերների հիշատակին, խոնարհվում եմ նրանց քաջ ոգու առաջ։ Մեր հերոսը ցավոք այն 18 հոգու մեջ էր, որոնց մարմինները գերի էր տարել ու խոշտանգել էր հակառակորդը։ Նա պարգևատրվել է ամբասիր ծառայություն մեդալով, իսկ հետմահու Հայաստանի Հանրապետության մարտական խաչ, առաջին աստիճանի և Արցախի արիություն մեդալներով։ Նա կարծես մոռացել էր ամեն ինչ, տուն, ընտանիք, միայն նվիրված էր իր աշխատանքին։ Մեր հերոսը, երբ ընկերներով հասել է առաջնագիծ Լելեթեպե բարձունք, որը շատ կարևոր նշանակություն ունեցող դիրք էր, թուրքերն արդեն գրաված են եղել այն, իրենք ուզել են հետ վերցնել, որը թեպետ հետո հետ է վերցվել հայերի կողմից։ Մեր քաջի և իր ընկերների անունով հարազատ գյուղ տանող ճանապարհին մինչև 2023 թվականի Արցախի բռնազավթումը բացված էր հուշակոթող և հուշաղբյուր, որ ամեն անցորդ խմի այդ ջրից և փառք տա մեր քաջերի հիշատակին։ Մայրը, հերոսացին տիկին Կամելլան, սրտի մեծ ցավով ու արցունկոտ աչքերով հիշում է. «Երբ արցախյան ազատամարտի ժամանակ ամուսինս ծանր վիրավորվեց, ես այլ ելք չունենալով երեխաներիս տանը մենակ թողնելով գնացի հիվանդանոց ամուսնուս խնամելու։ Սուրենս մեր առաջնեկն է, 14 տարեկան էր, ուղիղ 1 տարի մենք հիվանդանոցում էինք, իսկ նա այնպես էր պահել տունն ու 12 և 9 տարեկան 2 եղբայրներին, որ բոլորը հիացած էին։ Հիանալ կարելի էր մեր հերոսով, որ մեծի պես տուն է պահել և իրենից փոքր եղբայրների համար ծնողի դեր տարել երկար ժամանակ։ Այսօր հերոսիս որդիներն իրենց հոր նման առնական են և խրոխտ ոգով ու մի նպատակ ունեն՝ շարունակել իրենց հերոս հայրիկի կիսատ գործը և լինել նրա արժանի հետնորդները։ Մեր հերոսը որպես հայր շատ խիստ էր, բայց միաժամանակ նվիրված, իսկ որպես ամուսին չափազանց ուշադիր։ Կինը՝ Արևիկը, պատմում է. անընդհատ ժամը 1 զանգում էր, վերջին անգամ ապրիլի 1-ին զանգեց, գիշերը ժամը 23:00-ին։ Ամեն օրվա նման հացի սեղան դրեցի ու սպասում էինք։ Սպասեցինք մինչև գիշերվա ժամը 11-ը։ Նա զորամասում էր, այդ օրը պատասխանատու էր։ Զանգեց, թե այսօր այստեղ եմ մնալու։ Մի տեսակ անհանգիստ էր խոսում։ Հարցրեց՝ տանն ամեն ինչ նորմալ է։ Ասացի՝ հա։ Ապա ասաց՝ մի տեսակ սիրտս կախ է։ Ասացի՝ զգույշ կմնաս։ Զգույշ կմնաս, արձագանքվեց հոգումս։ Լավ ես ասել, Արև ջան, ճիշտ ես ասել, բայց արի ու տես, չխնայեց իրեն, չխնայեց իրեն ու հանուն իր 4 զավակների և ամբողջ հայրենիքի արծիվ դարձավ, երկինք սլացավ, որ իր զավակներն արժանավայել ապրեն։ Սակայն երեխաները փոքր էին, հոր կարիք ունեին, կարոտում էին նրան։ Երբ նա զոհվեց, մեծ տղան՝ Գրիգորին 14 տարեկան էր, Հայկը 12 տարեկան, Հարությունը 10 տարեկան։ Դեռահասին ու պատանեկան տարիքներ, որ պետք է զգային հայրիկի ներկայությունն ու դաստիարակությունը, իսկ ամենափոքրը՝ Հրայրն ընդամենը 4 տարեկան էր ու պատերազմից հետո չէր հաշտվում հայրիկի բացակայության հետ։ Հատկապես գիշերները լաց էր լինում ու հորն էր ուզում, լացի միջից հարցնելով, թե հայրիկն ինչու չի գալիս։
Մյուս որդիների համար ևս ծանր էր դարձել։ Դարձել էին ինքնամփոփ, դասարանական քեֆերին չէին մասնակցում ու ծանր էր նրանց համար իրենց սիրելի հայրիկի կորուստը։ Սիրելի կորյուններ, հերոսի զավակներ, մեծացեք արժանի կերպով ու ձեր հերոս հայրիկի կիսատը դուք շարունակեք արժանի կերպով։ Արևիկը լացակումած նորից հիշեց այն չարաբաստիկ օրը։ Ամսի 2-ի առավոտ արթնացա վատ երազից, զանգեցի Սուրենին անհասանելի էր։ Հետո սկեսրայրը զանգեց, թե սահմանի վիճակը լավ չէ, գամ քեզ ու երեխեքին տանեմ գյուղ։ Ես իհարկե չհամաձայնվեցի, ասացի ձեր տղայի բնավորությունը գիտեք, առանց իրեն տեղյակ պահելու ես ինչպես գամ։ Անընդհատ զանգում էի, անհասանելի էր։ Ամսի 3-ին նրա քեռին զանգեց, արդեն ադրբեջանցիները պատասխանեցին և սկսեցին հայերեն ու ռուսերեն հայհոյել։ Նույնը կրկնվեց, երբ եղբայրս էլ զանգեց, բայց այդքանից հետո էլի հույսս չէի կճում, չէի հավատում, որ էլ չկան այդ 5 սպաները։ Ինձ թվում էր, ուղղակի մարտի ընթացքում կորցրել էր հեռախոսը։ Արև ջան, ինքդ քեզ վերջին հույս ներարկելու ենթագիտակցություն, որ իրականում երևի ինքդ էլ չես հավատացել, որ կարող է հրաշք լինել։ Ահա այսպիսին էր մեր անձնազոհ մայորը, մեր հերոսը, մեր քաջը, ում առաջ խոնարհվում եմ և պատվի առնում, պատիվ ունեմ։